Միանշանակ պետք է արձանագրենք, որ ադրբեջանական նպատակները խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ոչ միայն ամբողջությամբ ջախջախվեցին, այլ պաշտպանության բանակի կամավորների, պահեստազորայինների ամուր պաշտպանությունը, հետագայում նաև հակահարձակումը որոշակի ուղղություններով այնպիսի իրավիճակի էր հասցրել ադրբեջանական զինուժը, հիմնական գրոհային ուժերը, որի պարագայում Ադրբեջանը այդ գործողությունը շարունակելու հնարավորություն չուներ։ Մեկ կարևոր հանգամանք ևս Ադրբեջանը մինչև պատերազմի սանձազերծումը հավաքագրել էր իր պետական կառավարման համակարգի բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այսինքն դրան չէր մասնակցում միայն բանակը, դրան մասնակցում էր ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի նախարարության, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ուժեղացված էին բանակի ռեզերվային տարբեր զորամասերի, բանակային կորպուսների զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներով եւ նաեւ հավաքագրված էր հիմնական պայմանագրային անձնակազմը, այսինքն պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմից պարտադիր ժամկետային զինծառայող որևէ ակտիվ գործողության չէր մասնակցում, այն դեպքում, երբ որ պաշտպանության բանակի գործողությունների հիմքում մեծ առումով նաև մեծ մասամբ ներկայացված էին պարտադիր ժամկետային ծառայողները, որոնք ունեին մարտական պատրաստության այնպիսի բարձր իրավիճակ, որոնք ստեղծված իրավիճակում բավականին մեծ ջարդ էին հասցրել ադրբեջանական այդ գրոհային խմբերին։ Ավելին այդ գրոհային խմբերից, այսպես ասած, ավանգարդը դա Յաշմայի 052 հատուկ նշանակության բրիգադն էր, որը ապրիլյան մարտական գործողություններից հետո պարզապես վերածվեց անմարդունակ ստորաբաժանման եւ նրա անունը որևէ էական ձևով իր արտացոլումը չտեսավ, չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին։